Բարի օր սիրելի երոստաթիթող, այսօր պատրաստելու ենք մի ջաշ, որի մեջ միս չկա, բայց ինքը ուտելուց կմտածես, որ միս կա։ Այս ջաշը մեր մեծերը առաջանում էին մեզ, եթե սիրտենից տենց կուֆտեի նման ինչ-որ ջաշ էր ուզում, սենց ջրոտ, համով, հյութալի, բայց դունը միս չէր լինում, այս կուֆտեն էին անում մեզ ու շատ մանր փոքր, ու մենք այնքան համով ուրախ հաճույքով էինք ուտում, որ մեծացել ենք ու մեր զավակներին ենք այդ նույն ջաշը պատրաստում եւ այսօր ես ուզում եմ այդ պաղատադոմսը կիսվել ձեր հետ։ Ինքը իրան մեկ-մեկ անվանում են էշկելի կուֆտե, մեկ-մեկ անվանում են սուտ կուֆտե, մեկ-մեկ անվանում են կարմիր կուֆտե։ Ամենաբարակային ինքը կոլոլակներ են, մեկ-մեկ էլ ասում են կարմիր չուրով կոլոլակներ։ Այսօրվա պաղատադոմսի համար մեզ պետք է 1 բաժակ մանր բլղուր, 1 բաժակ սպիտակացավար, 2 ճաշի գդալ բղբեղի մազուկ, մի հացող, 3-ից 4 հատ սխտոր, մի բզդիկ փունջ ածատկեղ կամ մաղդանոս։ Փրենցից հետ համեմունքներից օգտագործելու ենք աղ եւ սև բղբեղ։ Ամենաբարակա իր ամենագլխավոր պաղաթիչը մանր բլղուրն է, որը մենք օգտագործելու ենք մարանիկի ամենամանր բլղուրը։ Իսկ իր հետ պետք է անգերանա սպիտակացավարը եւ պետք է հավասար օգտագործենք, այսինքն 1 բաժակ մանր բլղուրին, 1 բաժակ սպիտակացավար։ Հիմա ամենեն առաջ պետք է կուֆտեները պատրաստենք, մի կողմ տնենք ու հետո իր սոսը պատրաստենք։ Ու մի բաժակ բլղուր ստեղ լցնեմ։ Մի բաժակ բլղուր, ամենամանրը։ Հիմա պետք է միան ավելացնենք աղ, սև բղբեղ եւ քիչ կարմիր բղբեղ։ Խառնում եմ։ Հիմա ավելացնելու եմ ջուր, որպեսզի խմոր սարքեմ։ Դե իհարկե սիլի ջուր։ Սկսում եմ շաղել, մինչև որ ինքը թաց լինի։ Արդեն տեսնում ենք մի քիչ էլ կուզե։ Քիչ-քիչ ենք ավելացնում, մինչև որ զգանք, որ պատրաստ է ինքը ֆորմայի։ Մի քիչ էլ։ Բայց ես այս վիճակին մի քիչ էլ ավելացնում եմ կարմիր բղբեղ եւ աղ եւ սև բղբեղ։ Նավ խառնում եմ։ Տեսնում եք, այսպեսի խմոր ենք ստանում։ Առանց միսի։ Տեսակ։ Հիմա սենց ենք անում։ Բզդիկ առնում ենք մեր ցերկը ու գլորում ենք։ Իմիջիալոց մի հատ ջուր ենք դնում մեր մոտ։ Երբ որ գլորելու ենք, այսպես պետք է մի քիչ ջուր ունենք ցերկենից, որ իրեն գլոր դարձնենք։ Ճիշտ է այսպես։ Դե իհարկե ափի մեջ ենք անում, որ գլոր ստանանք։ Կարող եք մեծ գլոր, բզդիկ գլոր, կարևոր չէ, կարևորը գլորի քնտակներ ունենաք եւ ձեր երեխաները վայելեն այս հաճույքը։ Այսպես գլորիկ ենք անում ու մի կողմ ենք դնում։ Այս կուֆտեները կամ այս կոլոլակները մի կողմ տնելուց հետո մենք սոսը պետք է պատրաստենք, իսկ սոսը պատրաստելուց հետո արդեն միանգամից իրան մեջ ենք դնում, խաշումա ու պատրաստ լինում, այսինքն սկիզբեն պետք չունենք
ավելորդ առանձին խաշելու։ Ինչն է, ամենակարևորը, որ պահածիչները վերցնեք լավ որակով, իհարկե ուտուց սուպերմարկետից կարող եք վերցնել ամեն ինչ եւ պատրաստել, եւ սոսի տեսակը, եւ պահածիչները, քանի որ ամենահետաքրքիր մասը, որ եւ քնում եք անելու ուտուտից, եւ խաղարկությունների եք մասնակցում ու միշտ հաղթող եք լինելու, քանի որ իրենք մի քանի խաղարկության տեսակ ունեն, մեկ էլ ունեն հաճուակ կտրոն, քաշբակ են անում բոլոր հաճախորդի ծախսածը ուտուց սուպերմարկետից։ Լավ տարբերակ է, ուրիշ տեղի անելուց կարող եք ուտուց սուպերմարկետից անել։ Ճիշտ չեմ ասում, այս մի հատ է շատ մանր էր, շատ, բայց կթնենք, ոչինչ։ Հիմա ինչ ենք անում, քյուֆտեները քան որ պատրաստ են, ես պետքա գտրատեմ սոխը։ Սոխը գտրատում ենք։ Ձեր նախընտրած ձևով կարող եք կտրատել, բայց պետք է անպայման ցիտապտղից հետո կամ օրինակ այսօր մենք օգտագործելու ենք բրինցից հետ։ Մենք բրինցից հետո ենք անում, բայց դուք կարող եք կամ բրինցից հետո կամ ցիտապտղից հետո։ Իսկ ստեղ մենք ջուր ենք դրել, որովհետև հետո ջուր պետք է ավելացնենք, որպեսզի դակ լինի։ Ավելացում եմ բրինցից հետո, որպեսզի տապակեմ սոխը եւ սխտորը։ Մինչև սոխը արդեն պատրաստ լինի, մանր կկտրատենք։ Ավելացնում եմ սխտորը, որպեսզի սոխը եւ սխտորը մի քիչ սոթե լինեն ու մնացած սոսը ավելացնեմ։ Իսկ ես ուզում եմ մի հատ լավ ցերկերս լվանամ ու վերաթարնամ։ Դե իհարկե էբիսիով, որպեսզի թարմ մնա իմ ցերկերը, քանի որ 5 րոպե անգամը լվանում եմ, եթե ոչ որակավոր թեղերով լվանամ, կփճանա ցերկերս եւ մաշկս։ Ավելացում ենք աղ, բաղբեղ, մի քիչ կարմիր բաղբեղ, մի հատ էլ եմ խառնում, լավ սոթե ենք անելու, այսինքն տապակելու ենք, որպեսզի հետո որ սոսը պատրաստենք, սոխը եւ սխտորը լավ եփած լինեն։ Հիմա ավելացում եմ լոլիկի մածուկը, բաղբեղի մածուկը, խառնում եմ, հիմա կամաց ավելացում եմ տաք ջուրը։ Իսկ հիմա արդեն տեսնում ենք, որ եփ գալիս է, քանի որ ես որպեսի ժամանակը օգտվեմ, երացրել էի մեր սիլի ջուրը, հիմա արդեն կարող ենք ավելացնել մեր սոսի մեջ։ Իրականում էսի հայկական պաստան է, իտալացիները ուրիշ տեսակ խմորներ են անում, ջուրի մեջ են նետում, մենք էլ այս տեսակ կոլոլակներ ենք անում, ջուրի մեջ ենք նետում։ Ինչն է, տեսեք քյուֆտեները այսպես են լինելու, թողնում ենք, որ երա, եփա գալիս մի 10 րոպե թողում ենք, արդեն ինքը գրեթե պատրաստ է լինում, ու ուղղակի պետք է մի քիչ ավելի ջուրը քաշվի, այսինքն մի 15 րոպե որ թողենք ինքը քաշվի ջուրը ավելի համով է լինում։ Եթե սիրում եք թանձր, կարող եք ավելի երկար թողել։ Հիմա, մինչև մեր քյուֆտեները կամ կոլոլակները պատրաստ լինեն, ես ուզում եմ ազատ կեղը կտրատել կամ մաղդանոսը։ Կարող եք ուրիշ կանաչի էլ ավելացնել, օրինակ գիտեմ, որ Հայաստանում կանաչ համեմ շատ են սիրում, կարող եք եւ համեմ ավելացնել, բայց ես իմ ֆեյվորիտը
ազատկեղը կամ մաղդանոսն է, կամ էլ անուխը։ Իսկ անուխը միշտ այսպիսի ուտելիքների վրա որ ավելացնում եմ, չոր անուխն եմ ավելացնում, որովհետև ինքը ավելի ինտենսիվ է, ավելի sense համը զգում։ Մի խոսքով, այս ճաշը պատրաստելուց տեսակ ինչ կան հեշտ բաղադրիչներ էր։ Եթե ուշադիր եք, ես օգտագործել եմ Prince Z, իսկ Prince Z-ը կարող եք ցեք բերել Sous Chef-ից, քանի որ այս ֆիրման King Rice Bran Oil-ը ամենտեղ չի կա, կարծում եմ եւ գրեթե չկա, շատ դժվարությամբ են գտնում Prince Z Հայաստանում, իսկ Sous Chef-ը ունի, բայց Sous Chef-ը միայն Prince Z չունի։ Sous Chef-ը ունի ամեն տեսակի մթերքներ, որոնք դուք փնտրում եք Հայաստանում ու չեք գտնում, նամանավանդ եթե գուրմեն եք, նամանավանդ եթե ռեստորան ունեք, այդ ամեն փաստաները, այդ ամեն սոսերը, այդ ամեն ինգրեդիենտները, բաղադրիչները, որը փնտրում եք, կարող եք գտնել Sous Chef-ից։ Yummy, արդեն պատրաստ է։ Ոնց ասացի, ովքեր որ ավելի թանձր են սիրում, կարող են մի քիչ էլ թողել։ Եվ այսօրվա բաղադրատոմսը կարմիր սոսով կոլոլակները պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք, բարեխոժակ։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր համովությունը պատրաստ է։ Իսկ ես անհամբեր եմ փորձեմ, հույսով եմ չեմ վարվի։ Մի քիչ սոսից, մի քիչ կոլոլակից։ Դրագը։ Վաու։ Շատ համով, շատ կոմֆորտ, շատ հանգիստ։ Գծուն դեղն էլ ավե, շատ չէ, կրնանք ուտել հանգիստ։ Yummy։ Մի խոսքով, այս համովությունը անպայման պատրաստեք, զարմացրեք ձեր ընտանիքին, ասեք, նայեցեք այսօր միսով կոֆտա եմ պատրաստել, հետո կուտենք, ասեք, գիտեք, միս չգար մեջը։ Դե ինձ սիրելիներս, վաղը ժամը 9:00 17:00 Գետրոն TV եթերով։ Ցտեսություն։